Հիմա արդեն գազն էլ քաղաքական զգացմունքներ ունի։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ասում է. Ռուսաստանը չի կարող լռել Հայաստանում տեղի ունեցողի մասին։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանը էժան գազ է ստանում, ԵԱՏՄ-ում է մնում և, իր խոսքով, օգտվում է Ռուսաստանի հնարավորություններից, բայց գնում է դեպի ԵՄ և միջազգային քրեական դատարան։ Շատ առատաձեռն տրամաբանություն է։ Քեզ գազը մի քիչ էժան են տալիս, և դրա դիմաց ուրիշ երկրի խորհրդարանը իրավունք է ստանում խոսել քո ընտրությունների, քո դատարանների, քո արտաքին քաղաքականության և քո ապագայի մասին։ Հետո ներսի քարոզչությունը ավելացնում է երկրորդ շերտը։ Եթե Հայաստանը չի ենթարկվում Մոսկվային, իշխանությանը անվանում են թուրքական։ Օգտագործում են Փաշիկ օղլու պիտակը, որ մարդուն թվա, ընտրությունը ոչ թե քաղաքականության, աշխատավարձերի, սահմանների կամ կոռուպցիայի մասին է, այլ գոյատևելու։ Հնարքը սա է։ Սկզբում կախվածությունը դարձնում են պարտք, հետո անհամաձայնությունը դնում են դավաճանություն, հետո ուզում են քո ձայնը։ Ռիսկը պարզ է։ Վախի և վիրավորանքի տակ քվեարկող երկիրը ազատ ընտրությունն չի անում։ Գնացեք քվեարկելու, որ Հայաստանը չկառավարվի գազի հաշիվներով, ռուսական դասախոսություններով և խուճապի համար սարքված էժան պիտակներով։